աշխատել ուղիղ եթերում ավանդույթի համաձայն ամեն երկուշաբթի հանդիպում ենք Տիկին Զորաբյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Բարև ձեզ, Զորաբյան։ բարի կեսօր։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես Եվրոպայի գագաթնաժողովը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է։ Մի քանի ուշագրավ բաներ, Նիկոլը իբրև բացառիկ բան է ասել, հիմա Թուրքիայի փոխնախագահը այստեղ է եւ մասնակցում է Երևանում գագաթնաժողովից եւ նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, ով երբևէ այցելել է Հայաստան, բայց Հայաստան նախագահ է անգամ Գյուլը հիշում եք։ Այցելել, այս դրա բացառիկությունը ինչումն էր, ինչ որ sense շատ անհասկանալի էր, բայց երկու դրվագով լավ է որ նոր է, այս ամեն ինչը հիմա արագ տեղի ունենում։ Տիկին Զորաբյանը արդեն կարծեմ հասցրել եք, չէ՞, հետևելու ինչ է ասել Զելենսկին, մենք մաղթում ենք Հայաստանին եւ Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը իհարկե կայուն կլինի եւ այլն ինչ որ բաներ։ Եթե դուք դուրս եք գրել, ես էլ մեջբերում չանեմ եւ Ալիևն է հիշում։ Ուզում եք մեջբերում անեմ, թե Զելենսկին ասեք, Ալիևը Զելենսկին, մենք մաղթում ենք Հայաստանի եւ Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը իհարկե կայուն կլինի, համապարփակ կլինի, տևական կլինի, նախագահ Ալիևը պարոն ինչ որ sense դիֆերամբլեր բան ինչ որ բաներ է ասել, հետո այս ամառ լինելու է այն պահը, երբ Պուտինը պետք է որոշի ինչ անել, ընդլայնել պատերազմը, թե անցում կատարել դիվանագիտության։ Մենք պետք է մղենք նրան դեպի դիվանագիտություն, ասել է Զելենսկին, հետո Մակրոնն է խոսել, ինչ որ բան է, չէ՞, պետք է նաև մենք ցուցադրենք։ Այո, խնդրում ուրեմն Եվ այսպես այսօր վաղը Երևանում տեղի է ունենալու Եվրոպական միության սամիթը եւ բնականաբար Եվրոպական միության բոլոր գրեթե ղեկավարները Հայաստանում են։ Ես չգիտեմ ԿՊ-ականները խի են զարմացել, խի են ուրախացել, որ Հայաստան ա եկել օրինակ Ուրսուլան, Հայաստան ա եկել բոլոր ղեկավարները, վարչապետերը, Մեծ Բրիտանիայի վարչապետերը, եթե Եվրոպական միության սամիթը տեղի ունենար Սոմալիում, կամ Մադագասկարում, կամ Կոտ դ'Իվուարում, կամ տեղի ունենար, ես չգիտեմ, ցեղասպանված Ռուանդայում, այս բոլոր մարդիկ գնալու էին, սիրով գնալու են այդտեղ, որտեղ դա Եվրոպական միության այն գագաթնաժողովն է, որին բոլորի ներկայությունը պարտադիր է, բայց արդյոք այս գագաթնաժողովը հիմա դա նախընտրական նվեր չի Նիկոլ Փաշինյանին, իհարկե նախընտրական նվեր է, հարց երկրորդ, ինչի է Եվրոպական միությունը այսպիսի նախընտրական նվեր անում Նիկոլին ընտրություններից առաջ, եթե շատերին թվում է, որ անում է, որովհետև իրանց ուշքը գնում է Նիկոլի համար, դա այդպես չէ, որովհետև ինչպես հենց երեկ գրել է ֆրանսիական Le Figaro թերթը, Եվրոպական միությունը Հայաստանի իշխանություններին եւ մասնավորապես, սա գրել է ֆրանսիական Ֆիգարոն, Հայաստանի վարչապետին օգտագործում է Ռուսաստանի դեմ տարածաշրջանում բարիերներ դնելու համար։ Էնպես որ չմտածեք, թե այս ամենը, որ այսօր եւ վաղը կատարվելու է Հայաստանում, մենք ես հիմա կանրադառնամ են բոնուսներին, են շոկոլադներին, են մարմելադներին, որ հիմա հնչելու են այս օրերին եւ հենց հիմա այս ժամերին ԵՄ լիդերներից, շուրթերից, դա արվելու է Հայաստանի, մենք անդրադառնանք նաև դրանց հայելային հետևանքին, ինչա ստանալու Հայաստանը այդ ամենի դիմաց, բայց ես հիմա ուզում եմ անդրադառնալ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, որին լրագրողները տվեցին շատ լեգիտիմ հարց, լրագրողները Ուկրաինայի նախագահ Զելենսկուն հարցրեցին, ինչու եք դուք 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին վաճառել քիմիական զենք, ֆոսֆորային ռումբ։ Ես եղել եմ այրվածքաբանության ինստիտուտում, երբ որ տասնյակներով բերում էին մեր զինվորներին եւ քաղաքացիական անձանց, ովքեր վառվել են Ուկրաինայի վաճառած քիմիական զենքից, ֆոսֆորային ռումբից, գիշեր էր, մութ էր եւ ամբողջ սենյակը լույսերի մեջ էր, ֆոսֆորից այրվող մարդկանց դեմքեր եւ ձեռքեր եմ ես տեսել եւ գիտեք ինչ պատասխանեց Զելենսկին, ոչինչ, նա արհամարեց հայ լրագրողի հարցը, այսպիսի մի հատ սենց պրիվետ ժեստ արեց եւ գնաց։ Ես Զելենսկու տեղը լինեի, կասեի լավ եմ արել, որ Ադրբեջանին վաճառել եմ ռազմական
զենք, սպիտակ, ֆոսֆոր։ Եթե ձեր ղեկավարությունը դա ողջունում է, եւ եթե դրանից հետո Ադրբեջանին ռազմական քիմիական զենք վաճառելուց հետո ամբողջ Կիևի փողոցները ողողելով խնդրեմ պաստառները դրեք, պաստառներով շնորհավորելով Ադրբեջանին տարած հաղթանակի կապակցությամբ, այդ ամենից հետո Նիկոլը ինձ հրավիրել է այսօր Երևան, ուրեմն ես շատ լավ եմ արել, որ Ադրբեջանին վաճառել եմ, ցավոք սրտի չկա, բայց բոլորս այդ կադրերը հիշում ենք, ուրեմն ես լավ եմ արել, որ Ադրբեջանին վաճառել եմ քիմիական զենք, սպիտակ ֆոսֆոր, որոնցով Ադրբեջանը սպանել է հայ զինվորներին եւ քաղաքացիական անձանց։ Եվ հիմա քիչ առաջ տեսանք, որ Ադրբեջանի նախագահը, որը ասել էր, որ ինքը ուղղակի չի մասնակցելու այս սամիթին, այլ տեսաուղերձ է հղելու, տեսաուղերձում Ադրբեջանի նախագահը Եվրոպական միության պորտը տեղը դրեց։ Ալիևը մեղադրեց Եվրոպական միությանը, ասելով, որ Եվրոպական պարլամենտը եւ Եվրոպայի խորհրդի, ուրեմն խորհրդարանական վեհաժողովը հակաադրբեջանական գործունեություն են ծավալում եւ մեղադրեց Եվրոպական պարլամենտին եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ գործելու եւ ռազմական հանցագործությունները արդարացնելու դեմ։ Գիտեք ինչ ա եղել։ Ապրիլի ուրեմն 30-ին Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև, որտեղ ընդամենը կոչ է արել Բաքվին ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ Եվրոպարլամենտը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել, ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը եւ կոչ է արել Բաքվին ստեղծել լեգիտիմ պայմաններ արցախցիների վերադարձի համար։ Ինչ եղավ դրանից հետո, ուրեմն Բաքուն Ադրբեջանի ԱԳՆ կանչեց, անմիջապես կանչեց ուրեմն Բաքվում Եվրոպական միության դեսպանին, նրան ներկայացրեցին նոտա, ուրեմն եւ Ադրբեջանի ՄԻԴ-ը հայտարարեց այս բանաձևից հետո Ադրբեջանը դադարեցնում է Եվրոպական միություն Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի աշխատանքները եւ ուրեմն սկսում է Բաքուն գործընթաց արևելյան գործընկերության Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովից դուրս գալու համար եւ Բաքվի ՄԻԴ-ը հայտարարեց Բաքուն անընդունելի է համարում ռազմագերիներին, մենք ենք ասում ռազմագերիներ, իրանք ասում են ռազմական հանցագործներին ազատ արձակելու Եվրոպական խորհրդարանի կոչերը եւ Բաքուն ընդգծում է, որ դատապարտված անձիկ մեղադրվում են մարդկության դեմ կատարած հանցագործությունների, մեղադրվում են ահաբեկչության եւ ռազմական այլ հանցագործությունների հետ։ Ավելին, այնքան լկտի է Բաքուն եւ այնքան ցինիկ է Ալիևը, որ հայտարարում է պատասխանելով Եվրոպարլամենտի կոչին լեգիտիմ եւ անվտանգ պայմաններ ստեղծել արցախցիների վերադարձի համար, Բաքվի ՄԻԴ-ը ասում է արցախցիները ուշադրություն սիրելի հայրենակիցներ, որ չխելագարվեք զայրույթից, իրենց կամքով են լքել Արցախը եւ Եվրոպական պարլամենտի բանաձևը իրենց վերադարձի համար մասով Բաքվի համար անընդունելի է, այսինքն արդեն ադրբեջանական զինուժը մտել եւ Ստեփանակերտի փողոցներում գնդակահարում էր խաղաղ բնակիչներին, ամիսներ շարունակ, այո, գլխատում էին երեխաներ, ամիսներ շարունակ Արցախը բլոկադայի մեջ էր եւ այս կենթանիները հայտարարում են, որ արցախցիները իրենց կամքով են լքել Արցախը։ Հայաստանում տեղի ունեցող բանի ժամանակ հեռարձակումով Ալիևն էլ մի հատ էլ ինքն է ասում։ Հա, մի հատ էլ, այո, եւ պատկերացնում եք ինչ հայտարարություն է եւ ինչ, այո, ստորացում հայ ժողովրդի։ Այո, սա կատաստրոֆա է, սա իսկապես ստորացում